Մարդիկ խոսում են Երևանում, Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին, դուք խոսում եք մոդուլայինի մասին, դա ցնորք է, դա չի կարող նման բան լինել։ Մոդուլայինի կարճ անդրադառնամ, այդ մոդուլային ատոմակայան կամ համակարգը այն իրականում լայնորեն չի կիրառվում աշխարհում։ Ես էներգետիկ ոլորտի մասնագետ չեմ, զուտ տնտեսագիտությունից, տնտեսագիտորեն ասեմ, այն լայնորեն չի կիրառվում, որտեղ այն իրականում փորձարկված չի եւ նրա օգտակարության գործակիցը եւ անվտանգության գործակիցը գնահատված չի։ Եթե այսօրվա իշխանությունները ուզում են այդ մոդուլային ծրագիրը բերեն, Հայաստան մի քանի մարզերում ինչ-որ տեղակայեն եւ ինչ-որ փորձնական պիլոտային բան անեն, ներողություն թող տանեն Ադրբեջանում կամ Թուրքիայում անեն։ Թող մեր երկիրը չբերի փորձարկման դաշտ, մենք լաբորատոր կռիչ չենք հասկանանք դա իրականում ֆունկցիոնալ աշխատում է, թե թող տանի իր բնակարանում փոքրիկ այսպես ինչ-որ մոդուլային ատոմակայան։ Մեզի պետք չէ, մոդուլային չէ։ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի այսօրվա ինքնաբավությունը եւ հասանելիությունը որ կա, դա սովետական միությունից ժառանգված, ինքնիշխան, նորանկախ Հայաստանի պատմության մեջ պահպանված համակարգն է։ Այս համակարգը կփլուզվի, եթե մենք չկարողանանք կառուցել նոր ատոմակայան։ Այս համակարգը նոր նմանատիպ, ռեակտորային ատոմակայան, այսինքն ոչ։ Այո, ավանդական էլեկտրաէներգիա արտադրող ուրանով ատոմակայանի մասին է խոսքը։ Առաջի ատոմակայանը կառուցվել է 1942-44 թվականին սովետական միության ժամանակ, իդեպ ասեմ, մասնագետների ճնշող մեծամասնությունը հայեր են եղել։ Ու ասեմ ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմը իր, ասենք, գագաթնակետին էր հասել։ Իսկ Խորհրդային Միությունը ատոմակայանի շահագործման ծրագիր էր դրել։ Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանը կառուցվեց սովետական միության ժամանակ զուտ այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը չուներ էներգետիկ ռեսուրսներ։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր ծայրամասում եւ Հայաստանի Հանրապետությունը սահմանակից էր թշնամաբար, տրամադրված ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի հետ։ Եվ այդ ատոմակայանը կառուցվեց մեծամորում եւ էլեկտրաէներգիա արտադրող էներգետիկ անվտանգության ինքնաբավության գործոնից ելնելով եւ անվտանգությունից ելնելով։ Սովետական միության ժամանակ Հայաստանի Հանրապետության էներգոհամակարգի 80%-ը մեծամորի ատոմակայանն է կառուցել։ Ատոմակայանի դերն ու նշանակությունը չէր կարևորվի աշխարհում։ Ասեմ ավելին, Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում հիդրոէլեկտրակայանները բավականին արագ տեմպերով զարգանում են եւ կատարելագործվում են, նույն Հրազդանի գեսը, Որոտանը եւ այլն։ Ատոմակայանը կառուցվեց 70-80 թվին շահագործվեց, 70-ականների վերջ 80-ականի սկիզբ ատոմակայանը շահագործվեց։ Եթե նպատակը հարմար չլիներ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական որպես հզոր երկիր, հանրապետությանը նպատակը հարմար չլիներ նոր ատոմակայան կառուցել, չէին կառուցի։ Պարզապես էլեկտրաէներգիա կմատակարարեն եւ վերջ։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունը այսօր ՄԱԳԱՏԵ-ի անդամ է, Հայաստանի Հանրապետությունը համարվում է ատոմային երկիր, դուք հասկանում եք շուրջ 200 ինքնիշխան հանրապետություններ կան ՄԱԿ-ի անդամ, ընդամենը 35-ը ունեն ատոմակայան։ Եվ մենք այդ 35-ից մեկն ենք։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԳԱՏԵ-ի 35 անդամ երկրների կառավարման խորհրդի անդամ է։ Հայաստանի Հանրապետության ատոմակայանը, եթե մենք նորն էլ կառուցենք եւ պետք է կառուցենք եւ արդենից պետք է կառուցած լինեինք, ատոմակայանը ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրող կարևորագույն գործոն է, ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող գործոն է, այլ նաեւ գիտատար ճյուղերի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունի։